Չորեքշաբթի կայացավ Dundee Precious Metals կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հերթական մամուլի ասուլիսը, որին հրավիրվել էին ներկայացուցիչներ լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ընկերության աշխատակազմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ Հրաչ Ջաբրայանը հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել վաճառքը Dundee Precious Metals կապան ընկերության, ռուսական պոլիմետալ միջազգային ընկերության։ Ուզում եմ պաշտոնապես ցեզ գարտամ ներքին հաղորդակցությունը, որ տարածվեցավ այս առավոտ, ասեմ, որ պաշտոնական վաճառքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:30 մոտավորապես, այսինքն մի քանի ժամ առաջ։ Պաշտոնական հաղորդակցությունը, որ այս առավոտ տարածեցինք, ուրեմն այսօր ավելի վաղ մենք մամլո հաղորդակցություն թողարկեցինք, որում հայտարարեցինք, որ մենք Հայաստանի հարավում գտնվող Գաբանի հանքի վաճառքի շուրջ հստակ համաձայնության ենք եկել Polymetal International ընկերության հետ։ Ակնկալվում է, որ մինչև 2016 թվականի ամենաուշը հունիսի 30-ը համաձայնագրի կետերով նշված բոլոր գործողությունները կավարտվեն։ 2006 թվականից Գաբանի հանքը ցերկ բերելուց ի վեր Դանդին մեծ աշխատանք է տարել Գաբանի հանքի արդիականացման ուղղությամբ եւ ներդրումներ կատարել մեր աշխատողների զարգացման համար։ Չնայած այն չանքերին, որ ներդրվել են եւ այնքան շատ մարդկանց կողմից, ընկերությունը որոշում կայացրեց, որ Գաբանի հանքը ռազմավարական առումով մեզ այլևս չի համապատասխանում։ Վաճառքից ստացված հասույթը գծարայի ամրապնդելու մեր հաշվեկետը եւ նվազեցնելու հետագա կապիտալ ծախսերի հետ կապված բանջները, որոնք կարող են օգտագործվել խթանելու մեր բիզնեսի հետագա աճը եւ հնարավորություն կտա մեզ կենտրոնանալ մեր մնացյալ հիմնական միջոցների վրա։ Polymetal ընկերությունը Գաբանի հանքը մշակելու համար ունի անհրաժեշտ չափերը, մասշտաբը եւ տարածաշրջանային փորձը։ Polymetal-ը առաջատար ոսկու եւ արձատի հանքարդյունաբերական խումբ է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Նրանք ունեն 6 գործող հանքեր, 2 հետախուզական եւ հանքավայրի մշակման 2 նախագիծեր, ունենալով 9000 աշխատակից։ Dundee Precious Metals-ի պես նրանք եւս կենտրոնացած են իրենց շահառուների համար ստեղծել բարենպաստ կայուն պայմաններ եւ հասնել այս ամենին իրենց ռազմավարության, բիզնես մոդելի իրականացման եւ տարբեր երկրներում իրենց ընկերությունների, աշխատակիցների, մշակույթների նկատմամբ հանձնարարության շնորհիվ։ Այսօր թողարկված մամլո ասուլիսում Polymetal Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը նշեց, որ Գաբանի հանքի ցերկբերումը կհանգեցի մեծածավալ արտադրությամբ շահութաբեր տարածքային հանքույցի ստեղծմանը, այսինքն 100% իրենց պատկանող բարձր բարունակությամբ լիճկվազի հանքավայրի հետ փոխադարձ կապի ստեղծում, որը կապահովի կայուն գործարական հարթակ ապակայում Հայաստանում այլ հնարավորությունների հետամուտ լինելու համար։ Անցումային ժամանակաշրջանի ընթացքում եւ մինչեւ վաճառքի վերջը ընկերությունում բոլոր աշխատանքները կընթանան բնականon հունով։ Մենք ուզում ենք մեր անգետ շնորհակալությունը հայտնել այս մեգրիկ հաուզի կողմից Գաբանի եւ Հայաստանի մեր բոլոր շահառուներին 2006 թվականի օգոստոս ամսից ի վեր ցուցաբերած աջակցության համար։ Մենք մեծապես գնահատում ենք այն հսկայական աջակցությունը, որը ստացել ենք մեր աշխատակիցներից, մեր հյուրընկալող համայնքից, մատակարարներից, քաղաքացիական հասարակությունից եւ կառավարությունից։ Մենք հավատում ենք, որ այսօրվա հայտարարությունը հիմք կտնի համայնքի եւ պետության աճի եւ բարգավաճման նորացված ժամանակաշրջանին։ Հավելացնելու համար ասեմ, որ մենք որոշում կայացրեցինք Dundee Precious Metals կապանի տարածքը հանքը վաճառել բավական երկար բնականաբար ուսումնասիրությունների հետո ներքին եւ արտաքին շուկայի հետ կապված, արտադրության հետ կապված եւ մեր ռազմավարության հետ կապված համաձայնության եկանք Polymetal ընկերության հետ, բարձրապես որովհետեւ ինչպես ներկայացրեցի, իրենք ունեն այն կարողությունները եւ ինչու՞ չէ մեզանից ավել, որ պետք է կարողանան մշակեն այս հանքը ճիշտ ձևով։ Գիտեմ, որ բնականաբար բոլորի համար, առաջինը ինձ համար դժվար է այս որոշումը եւ լսել եւ ընդունել, բայց եւ այնպես կարծում եմ, որ ճիշտ որոշումն է եւ Dundee համար, եւ Polymetal-ի համար, եւ Գաբանի ապակայի համար հուսալից եմ, որ շատ լավ պետք է լինի եւ այս որոշումը լավ արդյունքներ կտա։
Բնականաբար մենք բավականին արևմտյան ոճ ենք ներբերել այստեղ վերջին 10 տարիներու ընթացքին ոմանց կողմից շատ գնահատված, ոմանց կողմից ընդհանրապես չգնահատված ես բնականաբար պոլիմետալի կողմից չեմ կարող խոսամ, բայց վստահ եմ, որ շատ մեծ բարելավումներ եւս իրենք պիտի ներբերեն այստեղ ասեմ, որ գիտեմ հարցը պիտի կա, բայց նախնական տեղեկացնեմ, որ համաձայնություն ունենք պոլիմետալ ընկերության հետ, որ ներկայիս ես կմնամ որպես գլխավոր տնօրեն հիմնարկի մինչև վաճառքի վերջնականացումը, որը նախադեսում ենք, ոնց ասեցի, ամենաուշը մինչև հունիս 30, բայց շատ հավանականությամբ ավելի շուտ, եւ դրանից հետո կնշանակվի նոր գլխավոր տնօրեն։ Իմ հայտարարությունը այսքան, մենք նորից հանդիպելու ենք բնականաբար վաճառքի վերջնականացման ժամանակ, ես այդ ժամանակ կներկայացնեմ մեր աշխատանքի արդյունքները, բնականաբար շատ ավելի խոսելու բաներ ունիմ, պատրաստած եմ, բայց որոշեցի փոխանակ այսօր փոխանցելու այդ բոլորը ես կփոխանցեմ մեր հաջորդ հանդիպման, ոնց ասեցի, որը կլինի, երբ որ վաճառքը պիտի վերջականացվի արդեն այդ վերջին մի քանի օրերու ընթացքին ես կհրավիրեմ մամլո ասուլիս եւ մենք կհանդիպենք կխոսանք։ Չնայած Հրաչ Ջաբրայանն իր խոսքում ասաց, որ մի շարք հարցերի պատասխաններ կտա իր վերջին ասուլիսի ժամանակ, այնուամենայնիվ ներկաները չէին կարող իրենց անհանգստությունը չարտահայտել ասվածի վերաբերյալ։ Առաջին կադրային փոփոխությունը գլխավոր տնօրենի փոփոխությունն է։ Դրանից դուրս ճիշտ ասած չեմ կարող ասեմ, որ պոլիմետալի ինչ որոշում կկայացնի։ Ներկայի իրավիճակով այդպես է, որ ամբողջ հիմնարկի աշխատակազմը, ներառյալ տնօրենությունը եւ օտար երկրի աշխատակիցները մնում են իրենց աշխատանքներին։ Թե պոլիմետալի ինչ որոշում կկայացնի, չեմ կարող ասեմ։ Ֆիննախի կողմից նշանակված տուգանքն է պատճառը հիմնականում, որ վաճառքը տեղի ունեցել է։ Ինչ որ պետական ճնշումներ եղել է, թե Չէ, բացառվում է, պետական ճնշումը ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի, իսկ Ֆիննախի հետ կապված ասեմ, որ դենց չէր, որ հաջելի երևույթ էր, բավական դահաճ մոդեցում էր, ինչպես գիտեք, ես բազմիցս արտահայտվել եմ, բայց չեմ կարող ասեմ, որ այդ էր հիմնական որոշումը վաճառքի կամ վաճառքի համար որոշումը այդ չէր։ Որ փլումանոթն է գործընթաց։ Ներկայիս շարունակվում է անցյալ նիստը տեղի պիտի ունենար փետրվար 29-ին, բայց եւ այնպես հետաձգվեցավ Թադարանի կողմից, մինչեւ օրս տակավին պատճառ չեն դրամատրել մեզ, որ ինչի է հետաձգվել, հաջորդ նիստը տակավին չի նշանակվել։ Այնուամենայնիվ մեզ մոտ շատ հարցեր են առաջացել։ Պատրաստ եմ պատասխանելու բոլորին։ Մեծ ցնցում է նաև մեր հասարակության համար, ճիշտ է, փոփոխություններ միշտ լինում են, բայց խաղի որ ձեռնարկությունը նաև կապանում մարդկային նշանակություն ունի։ Ես կարծում եմ, որ նաև կան անհանգստություններ, այդ անհանգստությունները թե կփարատվեն հետո թե չէ, այս պահին հասարակության համար սա լուրջ անակնկալ քայլ է։ Ինչը հանդիսացավ պատճառ այսքան անակնկալ որոշում կա։ Ինչու հասարակությունը ժողովուրդը սրա մասին գոնե տեղեկացված չի։ Նախ ասեմ, որ որոշումը հանգարձակի որոշում չէր։ Մենք վերջին քանի ամիսներու վրա աշխատում ենք այս գծով պոլիմետալ ընկերության հետ, բայց եւ այնպես ելնելով բիզնեսի էթիկայի քաղաքների, ասենք ձևավորումից, մենք բնականաբար չենք կարող գիսել այս գործընթացը ովը մեկին հետ։ Ասեմ, որ միակ դեղյակ անձիկը եղել են հանրապետության նախագահը եւ իմ տնօրենները, ուրիշ ոչ մեկը դեղյակ չի եղել եւ բնականաբար այդ է։ Ես անձնապես երկրի նախագահի հետ զեկուցել էի, տեղեկացրել եմ, որ այս գործընթացը տեղի է ունենալու եւ իմ տնօրենները իմ հետ են աշխատել այս աշխատանքի վրա։ Դրանից դուրս փոխհամաձայնությամբ ճիշտ չէր, որ մենք բացահայտորեն հայտարարել էինք ովը մեկին բարձրապես որովհետեւ կրնար վտանգել գործընթացը։ Ճիշտ ասած քաղնիկ չէ, որովհետև այս առավոտ հայտարարել ենք արդեն, ես կարամ ձեզ ներկայացնեմ, ուրեմն վաճառքի մանրամասները հետևյալն է, առաջի վճարումն է $10 միլիոն կանխիկ, պոլիմետալից Dundee Precious Metals ընկերություն, $15 միլիոն արժեղությամբ պոլիմետալ ընկերության բաժնետոմսեր,
որ կփոխանցվի Dundee Precious Metals ընկերության, եւ 2% հարաճիգայի ցուլարանի արդյունքների շահույթներից Գապանի հանկից կդրամատրվի Dundee Precious Metals ընկերության։ Այդ մեկը համացանության եկանք, որովհետև մեզ համար էլ կարևոր է որ հանքը աշխատի եւ արդյունավետ լինի եւ այս մեկը մեզ հանգստություն կտա որ հանքը պիտի շարունակի աշխատել եւ այդտեղից շահույթ պիտի ելա մաքսիմում մինչեւ 25 միլիոն դոլարի կարող է այդտեղից էլ ստանանք։ Իսկ վերջին 5 տարիների ընթացքում ինչքանով արտադրություն բարձրացել Ճիշտ ասած արտադրանքը չի բակասել Դանդիում, եկամուտը նվազել է եւ հանքաքարը նվազել է, բայց արտադրությունը կարամ ասեմ որ 2015 թվականին լավագույն արտադրությունը տվել է Դանդին իր պատմության մեջ 25000 ունսա ոսկի ենք արտադրել 2015-ին գերազանցել ենք բղինցի, ցինկի եւ արձաթի տարեկան արտադրողական չափանիշները Բայց եկամուտը միևնույնն է նվազել է պարզապես բղինցի եւ ոսկի քնի հետ կապված, բավական նվազ եղել է եկամուտը, կազմել է ընդհանուր առմամբ 35 կամ 36 միլիոն դոլար, իսկ մեր ծախսը կազմել է 44 միլիոն դոլար, այսինքն մենք դարին փակել ենք զուտ 9 միլիոն դոլար վնասով։ Դուք ուսումնասիրել եք Polymetal International-ի գործունեությունը առհասարակ բնապահպանական եւ սոցիալական ոլորտում ինչ պատասխանատվությամբ ընկերություն է։ Ճիշտ ասած մանրամասն ուսումնասիրել ենք, մեզ համար էլ շատ կարևոր էր այդ մեկը, որ արդյոք ինչ մոդեցում ունին իրենց աշխատած համայնքներուն մեջ։ Նախ ասեմ, որ ոնց ասեցի, 6 արտադրող հանքեր ունեն իրենք Ռուսաստանում եւ Ղազախստանում, արտադրում են տարեկան 1.4 միլիոն ունսա ոսկի, ունեն 9000 աշխատագիծ, ունեն հետախուզության տարածքներ եւ այդ բոլոր համայնքներում, որ իրենք աշխատում են, իրականացնում են բնապահպանության ծրագիրներ, սոցիալական ծրագիրներ եւ մեր դարած աշխատանքի հիման վրա մենք կոհենք այդ արդյունքներից, որ իրենք պետք է կարողանան մեր ստեղծած չափանիշները եւ պահեն եւ հույսով ենք բարելավեն ինչու՞ չէ։ Այսինքն որոշումը հեշտ չէր, շատ հետաքրքրողներ եղան մեր հանքով վերջին 1 տարվա ընթացքին։ Մենք ուրիշ հյուրեր ունեցանք, որ եկան նայեցան, բայց մենք որոշեցինք համագործակցել Polymetal ընկերության հետ։ Ուրա է վաճառքից հետո փոփոխություններ լինի, ասենք կրճատումների հետ կապված խնդիրներ առաջանան աշխատողների հետ։ Բնականաբար ես Polymetal-ի կողմից չեմ կարող պատասխանեմ եւ որ ես թողնեմ գլխավոր տնօրենի պաշտոնը արդեն ես պետք է կոյացնեմ այդ որոշումները իմ կարողություններս դուրս կլա այդ մեկը բնականաբար ես հույսով եմ որ կրճատումներ չի լինի բնականաբար հույսով եմ որ աշխատավարձերի նվազեցում չլինի այսինքն մենք վերջին ես իրենց տեղը չեմ կարող ասեմ, բայց իմ հույսս է, որ իրենք կշարունակեն նույն աշխատելավոճը, այսինքն մենք վերջին 4 տարվա մեջ ունեցել ենք 42% աշխատավարձքի աճ, ունեցել ենք ոչ մի գրջադում չենք ունեցել, ասենք, այո, աշխատակազմը փոխվել է, բայց քանակը նույնն է մնացել, ներդրումները շարունակվել են եւ համոզված եմ, որ իրենք նույն ոճով կշարունակեն։ Ճիշտ ասած, ճիշտ նույն մտահոգությունը մեր երկրի նախագահը երեք փոխանցեց ինձ, ես երեք կեսօրին ժամը 12-ին հանդիպել եմ նախագահի հետ եւ նույն մտահոգությունը ինքը ուներ աշխատակազմի հետ, աշխատավարձերի հետ եւ այլն։ Մենք արձարծեցինք եւ կարծում եմ, որ երկրի նախագահը եւ որ հանդիպի Polymetal-ի ներկայացուցիչների հետ այդ մտահոգությունը ինքը անձամբ կփոխանցե նոր սեփականատիրոջ։ Վերջին այս 10 տարվա ընթացքում ամենաշատը ինչի մասին եք ափսոսում, որ չկարողացաք կատարել, եթե Կա, բնականաբար, շատ բաներ կա, որ մենք կարողացանք հաջողցնել եւ մեծ բարելավումներ անել, բայց շատ բաներ ալ կա, որ ափսոսում ես բնականաբար։ Օրինակի համար ես կցանկանայի, որ մենք ավելի ժամանակ ունենայինք ներկայի բարելավումները շարունակելու։ Այսինքն այդ բարելավումները մենք 2015 թվականին կարողացանք իրականացնել այս աշխատախումբով Կերազանց տարի էր եւ եթե մենք նկատի ունենանք որ նախկինում
տնօրենները եղել են օդարներ եւ միայն վերջին 3 տարին է որ ասենք հայ տնօրենություն ենք ունեցել այդ մեկը իսկապես որ շատ մեծ ձեռքբերում է որ մենք մեր լավագույն տարին ունենանք 2015-ին մնացածը բնականաբար շատ ծրագիրներ կար այստեղ որ պիտի ուզենայինք իրականացնեինք մանկաբարձի ծրագիր ունեինք նոր մանկաբարձ սարքելու եւ բնականաբար այդ մեկը կմնա գիսատ այս բանին ես չեմ կարող ասեմ որ ինչ որոշումներ կկայացվին անկեղծ ասած ուրիշ բաներ ալ կան, բայց չգիտեմ եթե անդրադառնամ դրանց մասին այս բանին թե չէ, անձնական բաներ ալ կան, ճիշտ ասած, ես ճիշտ ասած ափսոսում եմ, որ ամբողջովին որոշ խավ չհասկացավ մեր տարած աշխատանքը այստեղ։ Եվ ոչ թե իմ աշխատանքը պիտի քննադեին, բայց այս երդասարդ տնօրեններուն աշխատանքը պիտի քննադեին։ Եվ հույսով եմ, որ դա գավին կքննադեն, իրենք այդ մեկը չընկալեցին, որ ինչքան փոփոխություն մեջ բերվեցավ այս ընկերության։ Բայց բարելավումները հիանալի են։ Ես նորից ասեմ, միշտ ասել եմ, որ ես հբարդ եմ նախևառաջ որ տնօրենության ղեկավարության 15-ից 13-ը կապանցի հայեր են, որ սպաղեցուն են այդ պաշտոնները։ Ինձանից դուրս միակ տնօրենները հիմնարկի մեջ հայեր են։ Միայն 8-ը ոչ հայեր կան այսօր 1200-ից դրանով ես բոլորովին հբարդ եմ որ շատ մեծ հաջողություն ունեցանք արդարացություն 20% աճ ունեցավ 2015-2014-ի համեմատաբար եւ բարելավումները ձեռքբերումները այսինքն եւ որ ես հիշում եմ նոր եկա այստեղ մենք ահագին ունեինք քողության խնդիր եւ վերջին 2-3 տարին մենք ընդհանրապես այդ հարցերը լուծած ենք այո դակավին ունեցանք ոստինգանության մոտ որոշ հարցեր կան բայց նվազեցավ ընդհանրապես մարդիկ նախկինում շատ էին բողոքում որ անվտանգության բահով շատ խիստ ենք Հիմա արդեն իրենք համոզված են, որ ճիշտ որոշումներ եւ իրենք ասենք այդ անվտանգության ոճը պահպանում են։ Ձեռքբերումները շատ էր, ափսոսանքներն ալ կան, բայց Կարող է որ ես թողնեմ գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց ես կապանից ընդհանրապես չեմ հեռանալու։ Ես նախկինում էլ հայտարարել եմ, նորից էլ կարամ ասեմ, որ իմ կյանքի մի մասը դարձավ կապանը եղավ, ես 5 տարի այստեղ եմ ապրում, եւ բնականաբար ես ունիմ շրջանակ, ես ունիմ ընկերներ եւ ունիմ շատ մարդիկ, որոնց հետ հարազատ եմ։ Ներկայիս ասեմ, որ ես զբաղված եմ բիզնեսի ներդրումով, գապանի մեջ անձնական ներդրումներով, նույնիսկ մինչև $1 միլիոն ներդրումի ծրագիր ունեմ, աշխատում եմ որոշ գապանցիների հետ, եթե կարողացա այդ ծրագիրը իրականացնել, կարծում եմ տարվա 2-3 ամիսը անցկացնելու եմ գապանում։ Ներկայիս չեմ կարող ասեմ, վերջնականացնեմ, եթե ստացվի կհայտարարեմ, մեկը հայտարարել եմ, եթե չստացվի տենանք։ Բայց մեկը, գիտեք, ես դանդի աշխատելուց առաջ Դարին մինիմում 2 անգամ այցելում էի Հայաստան եւ Հայաստան ինչպես գիտեք տուն ունիմ։ Տենց չի որ ես ինչ որ բան փոխվելու է, երևի տենց կստացվի որ ամենակեշ բարակային դարին 5-6 անգամ այցելելու եմ Հայաստան եւ Կապան եւ ներկայությունս հաստատ ասում եմ ըսկալի լինելու է Կապանի մեջ իմ անձնական բարեգործությունները չեն կանգնելու, ես շարունակելու եմ այդ մեկը։ Նաև գուզեմ հիշեցնել, որ իմ հաջորդ պաշտոնը կլինի Դանդի փոխնախագահ, ես գնալու եմ Կանադա, աշխատելու եմ որպես փոխնախագահ Դանդի ընկերության մեջ, եւ Դանդին դակավին Հայաստանի տարածքում պահելու է Վարդենիսի եւ Վահաշենի հետախուզության լիցենզաները, որ մենք ունենք եւ դրանց վրա մենք շարունակելու ենք աշխատենք այսինքն մենք Հայաստանից չենք հեռանում մենք բարձրապես Գապանի մեր հանքը վաճառում ենք բայց մեր ներկայությունը Հայաստանում կշարունակվի Իսկապես ցավալի է մեր համար ինչի համար եմ ասում որովհետեւ երբևէ հանկարծությունաբերական ընկերությունները եւ հասարակությունը այսքան սերտ համագործակցություն չի ունեցել իսկապես շատ ողջունելի է ես հույսով եմ որ այն կառույցը որ կգա արդեն կփոխարինի նույն համագործակցությունը եւ նույն կուլտուրան եւ նույն սրտացավությունը կունենա ինչ որ ձեր կազմակերպությունը ունեցել մեր կապանցիների նկատմամբ ձեր բոլոր անձնակազմին շնորհակալություն Ռիազ Ջաբրայանի նույնպես որովհետեւ շատ մեծ ներդրումը եղել մեր եւ մտածելակերպի եւ մենտալիտետի եւ ընդհանրապես աշխատելաոճ, բաց աշխատելաոճ հասկացողության հետ շնորհակալություն բոլորիդ հույսով եմ, որ այս նույն ոճով կշարունակվի եւ աշխատակիցներին նաեւ ուրախ եմ իրանց համար, որտեղ ձեր կառույցում աշխատելու նրանք մեծ փորձ են ձեռք բերել։ Հաջողություններ բոլորիս։ Երբեմն փոփոխությունը լավ է, ես հույսով եմ, որ ոչ թե միայն կշարունակեն մեր աշխատանքը, այլ ավելի լավ։
Որովհետև ինչու՞ չէ, ավելի լավ մեկը գրնակալ, ավելի կարողություններով, ավելի լավ մտածելակերպով եւ ավելի լավ աշխատանքներ դանի եւ հույսով եմ, որ այդպես կստացվի։ Ոնց որ ասեցի, ես դակավին շատ ասելու բան ունեմ, բայց այսօր չեմ ասելու։ Ես պիտի անդրադառնամ մեր համագործակցության։ Համարձակ բան ասենք, չեմ կարող այդպես չշարունակել, որտեղ մենք սովորել ենք արդյունքից աշխատելավոճին, եւ մենք հետամուտ կլինենք, որտեղ դուք եք մեզ սովորացրել։ Դրա համար եմ ասում, շատ մեծ ներդրում ա եղել այստեղ եւ կուլտուրայի, մտածելակերպի եւ հապանցիկ աշխատելավոճի հետ կապված։ Ձեզ էլի շնորհակալություն։ Ես էլ շնորհակալ եմ։ Քանի որ մենք էլի հանդիպում ենք ունենալու, ես էլ չեմ ուզում շատ հիմա բացենք, միանում եմ Քրիստինայի ասածի հետ ու ասեմ ձեզ, Հրաչ ջան, դուք միակը չեք, որ հասարակության մի մասը չկարողացավ ճիշտ գնահատել աշխատանքի արդյունքով։ Սովորաբար երբ գնում են, ժամանակ են հասկանում մարդիկ, թե ում են կորցրել։ Ցավոք մենք այդպես գնանք։ Բայց ես ձեզ ասեմ, որ հասարակության մի մեծ մասն էլ հատկապես երիտասարդություն, որ այս երկրի ապագան է, շատ լավ է հասկացավ, գիտակցեց, գնահատեց ու այնինչ այն մշակույթը, այն արտադրական մշակույթը, որ դուք վերեցիք ձեզ հետ, մեծ փորձ է նրանց համար եւ ապագա է նրանց համար։ Դրա համար այն ասելիքը պահենք երկրորդ մեր հանդիպան համար։ Մենք էլ շատ շնորհակալ ենք եւ ձեր թիմին եւ ձեզ, որովհետեւ թիմի հետ աշխատել ենք այս 10 տարիների հետ, 10 տարիների ընթացքում եւ կարծում եմ, որ մեզ համար էլ սա հետաքրքիր անակնկալ է, այսպես ասենք, ցնցվել ենք, բայց դե կյանք է։ Մենք ցույց կտա, որն է լավ, որն է վատ, հետական ամեն ինչ կասի եւ գնահատականները կտան միշտ հետո են տալիս այդ գնահատականների ցավոք սրտի։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես ձեզ շնորհակալ եմ, ոնց ասեցի, ես իմ շնորհակալական խոսքը եւ ձեզ եւ մեր համագործակցության մասին եւ իմ աշխատակիցների հետ հաջորդ մեր հանդիպման մանրամասն կտեղեկացնեմ։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Ընկերության վերջին ամիսների գործունեության եւ աշխատակազմի արդյունքների վերաբերյալ հաշվետվության համար Հրաչ Ջաբրայանը նորից մամուլի ասուլիս կհրավիրի, որի մասին կհայտարարվի լրացուցիչ։